Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ այսօր միության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Էդվարդ Միլիտոնյանի «Հայոս Քարտլոսի մասին» գրքի շնորհանդեսը։ Այդ առիթով միությունում ներկայացնում են նաև Էդվարդ Միլիտոնյանի նախաձեռնությամբ ստեղծված «Մենք եւ աշխարհը» շարքի դարձյալ Վրաստանին նվիրված բազմաձայն երկիր Վրաստանը գիրքը։ Այս շարքի 10 գրքերում ժամանակակից հայ գրողներն իրենց ակնարկներով, էսսեներով ու պոետիկ շարքերով ուրվագծել են արդի աշխարհում մեզ բարեկամ երկրների մշակութային համապատկերը։ Գիրքը հրատարակվել է տարբեր երկրների, հատկապես մեզ մտերիմ երկրների պատմականորեն եւ ներկա իրականությունը հաշվի առնելով, դա Իրանն է, Վրաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Ամերիկան, Բուլղարիան, Լեհաստանը, սովորաբար մենք սպասում ենք ուրիշների հայացքը բերենք, հայեցի ներկայացնենք մեր մասին ինչ են գրել։ Ես էլ մտածում եմ, որ փոխադարձությունը ամենաճիշտն է, փոխներարկումը մշակույթների։ Շնորհանդեսին ներկա էին Հայաստան ու Վրաստանի փոխդեսպանն ու դեսպանության ավագ խորհրդական Գելա Գելաշվիլին, որին Էդվարդ Միլիտոնյանը հանդիսավորապես հանձնեց Հայաստանի գրողների միության պատվավոր անդամի վկայականը։ Գելա Գելաշվիլին, որ վրացերեն է թարգմանել բաքունցի պատմվածքներն ու Վարդգես Պետրոսյանի «Ապրած եւ չապրած տարիներ» վիպակը, երախտագիտությամբ ընդունեց պատվո անդամատոմսը։ Ինձ համար իրոք պատիվ է, եթե ինչ որ բանով թեկուզ չնչին ինչ որ գործով կարողանամ գոնե դրական դերակատարում ունենալ այս գրական կամուրջների, մեր գրական կամուրջների շինության գործում միայն երջանիկ լինեմ։ Հայոս Քարտլոսի մասին գրքի հեղինակը փաստում է հայ-վրացական դարավոր բարեկամության մասին այս գիրքը գրվել է մեկ անխախտ հավատամքով։ Հայոս եւ Քարտլոս եղբայրների լեգենդը դարձել է իրականություն եւ այսօր էլ հայ-վրացական հարաբերությունների առանցքը պետք է լինի միմյանց սատարելու, միասին դժվարություններին դիմակայելու ձգտումը։ Այս դիտարկումներն են, որ նաև եկել են մեր դասական գրականությունից, մեր մշակույթի, ինչու՞ չէ, նաև իրար հետ ապրելու այդ երկար ժամանակվա հոգեբանությունից դարձել են այս գիրքը։ Իմ կյանքի փորձառությունն է, իմ ընկերներն են Վրաստանի գրողներ, մշակույթի գործիչներ։ Գրքին տրված գնահատականներում գրչակից ընկերներն ընդգծում էին, որ այստեղ տեղ գտած գործերը սոսկ պատմություններ չեն, այլ մեծ ենթատեքստերով ու կարևոր ուղերձներով խոհագրություններ, որոնք արդիական են հատկապես մեր դժվար ժամանակներում։ Նոնե Ալեքսանյան, Սերյան Անտոնյան, լուրեր։